Կառավարությունն ընդունել է որոշում, որով լուծվում են կենսաթոշակների և պետական հպաստների բացառապես անկանխիկ եղանակով վճարման գործընթացում ի հայտ եկած գործնական խնդիրները։ Փոփոխություններով նախատեսվում է սոցիալապես խոցելի շահառուների համար բանկային հիմնական ծառայությունները դարձնել առավել հասանելի, դրանք ստանալու հնարավորություն ընձեռելով նաև ծառայության ներկայացուցչի միջոցով։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառուն ցանկացած պահի կարող է հրաժարվել այդ տարբերակից և ինքնուրույն օգտվել բանկային ծառայություններից, կնքելով բանկային հաշվի պայմանագիր։ Նախատեսվում է, որ տարեկան շուրջ 15,000-ից 20,000 շահառու ըստ անհրաժեշտության կկարողանա օգտվել այս հնարավորությունից։ Մեկ այլ որոշմամբ հստակեցվում է նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուներին աջակցություն տրամադրելու մեխանիզմները։ Այսուհետ նման անձիկ կարող են ծառայությանը դիմել ոչ միայն անձամբ, այլև գրավոր, բանավոր կամ այլ անձի միջոցով։ Բացի այդ, լիազոր մարմնի ներկայացուցչի աջակցությունից հնարավոր կլինի օգտվել նաև այն դեպքերում, երբ օրենքը պահանջում է դիմումն անձամբ ներկայացնել, սակայն կենսաթոշակառուն առողջական կամ այլ պատճառներով չի կարողանա դա անել ինքնուրույն։ Փոփոխություններով նաև նախատեսվում է հաշվառել նման դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը ծառայությունների մատուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։